Հրաշալի է տրամադրությունը ինչու հատկապես։ Եթե ինձ ես հարցնում, ես այդ հարցի պատասխանը միանշանակ ունեմ, որովհետև համային հոտային ռեցեպտորները շուտով իրենց ուրույն ճանապարհն ունեն անցնելու այս թողարկման ընթացքում վերջապես։ Վերջապես բոլորս միասին հիմա տեղափոխվում ենք խոհանոց, որովհետև մեզ է միացել Մելինե Ամիրջանյանը, նրան ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի ընկերներ։ Ինչ լավ նորություններով եք մեզ մոտ այսօր, Մելինե։ Այո, այսօր նորություն է, որովհետև միշտ աղցաններով եմ հանդես եկել, այս անգամ որոշեցի ինչ-որ տաք բան պատրաստել ձեզ համար եւ պատրաստում ենք ծովախեց գետնով պաստա։ Այո, Սկսենք։ Եվ սկսենք եւ կխոսենք։ Ինչ բաղադրիչներ են պետք, սկսենք այդտեղից։ Ծովախեց գետին, ինչպես նշեցի, լոլիկ, փոքրիկ չերի լոլիկներն ենք վերցնում, տոմատի մածուկ, այստեղ մենք ունենք սերուցք, որը կարող եք ավելացնել կամ ինչ-որ պանրային այլ տարբերակով փոխարինել, մաղադանոս, սոխ, սխտոր, հիմա սկսենք եւ պաստա, ցանկացած տեսակի պաստա, մենք այսօր վերցրել ենք այս փոքրիկ տեսակը։ Պաստան կարծես մեզ մոտ արդեն եփված կա։ Պաստան արդեն եփված պատրաստ ենք վերցրել, այո, որպեսզի շատ ժամանակ։ Գիտեք, ծովախեց գետինը դեռևս չպատրաստված եւ չտապակված։ Ես փաստորեն ծովախեց գետին սիրում եմ միայն տապակված տեսնել արդեն։ Եվ միշտ այդպես ես տեսել։ Հա։ Իտալական շունչ կար, չէ՞, թերևս այս բաղադրատոմսի մեջ։ Իտալական դե ծովախեց գետինները մի տեսակ ինձ տանում են դեպի Ասիա, ասիական խոհանոց, որն ավելի եմ նախընտրում։ Այստեղ Ինայի դրսևորումներից կարող եք հասկանալ, որ ֆավորիտներից մեկն է ամենայն դեպս այդ տարածաշրջանը եւ ոչ միայն։ Այո, ընդ որում ասիական խոհանոցին շատ բարդ է հարմարվել է, որովհետեւ մեզ համար երևի թե քիմքին ամենաանսովոր խոհանոցի շարքին է պատկանում, բայց որ սովորեցի, էլ բրծում չկա։ Շատ համեղ է, իսկապես ես էլ եմ այս սիրում։ բաղադրատոմսին Ճիշտն ասած, ծովախեց գետնով տարբերակներ շատ եմ փորձել, վերջերս էլ փորձեցի այս տարբերակը, տոմատային պաստաներ ինքս չեմ սիրում, բայց սա շատ հավանեցի։ Մենք հիմա լցնենք սոխը, լավ, եկեք սխտորը եւս կտրատեմ, միասին կտապակենք մի փոքր։ Համադրությունը տոմատը եւ ծովախեց գետինը։ Տոմատի մածուկի մեջ, տոմատի սոուսով, թանձրուկով, այսպես կարելի ասել։ Հենց տոմատի մեջ ենք տապակելու ծովախեց գետինը, ճիշտ եմ հասկանում։ Տապակենք, հետո վրան կավելացնենք սոուսը, մածուկը։ Բայց հեղինակային, այսպես ասած, բաղադրատոմսից մի փոքր շեղվել ենք, որովհետև Սա ճիշտն ասած հենց ինքս եմ պատրաստել ուղակի տանը եղած բաղադրիչներով, հյուր ունեի այդ օրը եւ ծովախեց գետին ունեի, բացեցի տեսա նաեւ չերի լոլիկ ունեմ, այսպես խառնեցի իրար, բայց հաստատ համացանցում կգտնեք, այնպես չի որ ինչ-որ գլուխ գործոց է։ Այո, թեկուզ բաղադրատոմս։ Հիմա մենք, ներողություն, հիմա մի փոքր կարակ Ինչ խոսք անհամբեր ենք, Եվ իհարկե ջիթայով խառնենք, որպեսզի կարակը ինքը չայրվի։ Այո։ Կարակը փաստորեն այրվելու հատկություն ունի։ Բայց եթե արևածաղկի ձեթես եւ միանգամից չայրվի։ Ոչ։ Հենց դու դա բացայտեցիք մեր հյուրի։ Բացայտումն այդ կան խոհանոցում։ Ուտեստը հարուստ է փաստորեն եւ սպիտակուցներով եւ ածխաջրերով, այնպես որ հատկապես սպորտով զբաղվող մարդկանց համար միանշանակ լավ հնարավորություն է ճիշտ եւ առողջ սնվելու։ Ախ այդ սոխը։ Արդեն զգում ենք։ Ես լոլիկները կկտրտեմ, 4 մասի կարող եք բաժանել կամ 2 Նույնիսկ կարող եք ամբողջական, եթե ավելի փոքրիկ հանդիպի, բայց ծովախեց գետինը կտապակենք, նոր կավելացնենք լոլիկները։ Վաղուց եք խոհանոցում, Էլինե։ Խոհանոց միշտ եմ սիրել, այո, մանուկ հասակից երևի մայրիկիս հետ պատրաստել եմ ու հենց ինքը ինչ պատրաստում էր, գնում էի ասում է ինչով քեզ օգնեմ կամ ինչ կարող եմ ես անել ու այդպես երևի սերը ծնվեց, սերն առաջացավ դեպի խոհանոց։ Իսկ մայրիկը վստահում էր անմնացորդ խոհանոցում։ Այո, վստահում էր, նույնիսկ մի դեպք հիշում եմ մայրիկիս ծննդյան նախօրեին, փոքր էի, որոշեցի թխվածք պատրաստեմ նրա համար ու այն ժամանակ
չէի տիրապետում որոշ գաղտնիքների, մի խոսքով այնպես ստացվեց, որ ջուր խառնվեց մեր խմորի հետ ու ընդհանրապես չստացվեց թխվածքը, հետո ստիպված գնացինք նորից, գնեցինք ձու, ալյուր եւ այլն ու պատրաստեցի, բայց պետք է անպայման ձախողես, որ հաջողության հասնես։ Դե այո, նման փորձությունները շատ կարևոր են։ Մենք հիմա տապակում ենք սոխը եւ սխտորը եւ զուգահեռ ավելացնում ենք ծովախեցգետինը։ Այո։ Բայց այստեղից ես լավ չտեսա, միայն պոչի հատվածն է ծովախեցգետնի առանձնացված։ Թե ամբողջական հենց ինքն է որ կա։ Ծովախեցգետինը հենց այսպես։ Շատ լավ։ Հիմա մենք իրեն կարող ենք նույնիսկ այսպես ձեռքով, որպեսզի տապակվի։ Շատ կարճ, մի քանի րոպեն բավական է, չէ՞, տապակվելու համար։ Այո, 1-2 րոպե շատ պետք չի։ Նույնիսկ կարող ենք տապակել, իրեն հանել, հետո սոխ սխտորը տապակել նույն այդ թավայի մեջ, բայց մենք այսպես կանենք, շատ արագ կստացվի։ Նույնը եփելուն է, չէ՞, վերաբերվում։ Այո, շատ չպետք է պահենք եւ օգտակարությունը եւ իր համային, չգիտեմ, ամեն ինչ կկորի, այսպես ասեմ։ Իսկ այս տարիների ընթացքում, որ շատ եղել է քննանոցում, արդեն հասցրել եք ունենալ ֆավորիտներ։ Աղցանն է ձեզ համար ֆավորիտ, թե տաքուտեսներն են ֆավորիտներ, թե ապուր պատրաստելն է դարձել ֆավորիտ, որ ուղղվածությունն է ավելի, այսպես կանչող։ Նեղ մասնագիտացումները։ Նեղ մասնագիտացում, այո։ Իրականում ես մտածում էի այդ հարցի շուրջ, բայց ես ամեն ինչ սիրում եմ ըստ տրամադրության նայած։ Ես քաղցր եղեն եմ նաև շատ սիրում պատրաստել, թխվածքներ, տորթեր, աղցանները միշտ, չէ, ամեն ինչ սիրում եմ, չեմ կարող առանձնացնել, անկեղծ եմ ասում։ Որ ասեմ, վայ աղցաններ ամեն օր աղցան են պատրաստում կամ տաքուտեստ, չէ, այդպես չի։ Իսկ տարվա եղանակներ ունեն իրենց ազդեցությունը տրամադրության վրա։ Հա։ Հենց տարվա եղանակը, այո, դուրսը արևա, ինչ որ արևային եղանակը հաստատ սիրում եմ թարմ աղցաններ, կանաչիներով հարուստ։ Եթե մի քիչ ցուրտ է, միգուցե ապուրներ կամ տաք ինչ որ ուտեստ, նույն այս պաստան ինքը տրամադրում է հաստատ եղանակը ուտել։ Ցուրտ Դե օրերի քաղցրը ճիշտ ասած միշտ եմ սիրում։ Քաղցրներ միշտ ուտելուց հետո։ Դե այո, քաղցրը մի տեսակ կախարդանք է, անդադար դեպի Եվ միշտ պիտի բոլորի կյանքում լինի։ Չէ, ճիշտ չստացվեց։ Կան մարդիկ, ում չի խրախուսվում քաղցր ուտել կամ չեն սիրում, բայց սիրելի քաղցրակերներ, ես ձեզ հասկանում եմ։ Բայց բազմիցս իհարկե եւ մեր եթերների շրջանակներում եւ առհասարակ մասնագետների կողմից նաեւ լսել ենք, որ եթե օրգանիզմը պահանջում է տվյալ պահին քաղցր, ապա փոքր թեկուզ չափաբաժնով, բայց պետք է լրացնենք։ Շատ հաճախ նաև ինքնազգացողության լավացման համար, որովհետև կախված նաև եղանակից, եղանակային պայմանների տատանումներից եւ հազար ու մի հանգամանքից քաղցրի կարիք է զգացվում։ Որ փուլում ենք մենք։ Ես ավելացրեցի նաև լոլիկը, որովհետև ծովախեցգետինն արդեն փոքրիկ կարմրում էր, ինչ որ չափով կարմրել էր, ավելացնում ենք լոլիկը, որը շատ տապակելու կարիք չունի։ Այ գիտեք ինչն է ինձ հետաքրքիր, հիմա եթե առանձնացնենք ծովախեցգետինը, սոխը, սխտորը, լոլիկները, որ տապակվում են, ի վերջո, այսպես դրանք միասեռ զանգվածի նման մի բան են լինելու, թե առանձին մնալու են որպես։ Չէ, այսպես առանձին չենք հարելու։ Եթե միասեռ պետք է լինեին, մենք ծովախեցգետնից հետո պետք է լցնեինք, հարենք, որ ավելի մածուցիկ լիներ, բայց այսպես մնալու են։ Եթե չեք սիրում, ոչինչ, այս անգամ Չէ, պարզապես հետաքրքիր էր, ես համանային դեպս այն մարդկանց թվին եմ պատկանում, որ ցանկացած բաղադրատոմսով պաստաներ շատ սիրում եմ։ Հիմա այստեղ ավելացնում ենք տոմատի մածուկը։ Եթե դուք ունեք պահած պաստայի ջրից, լավ կլինի ունենաք, միանգամից ավելացրեք նաև պաստայի ջուրը, մենք այստեղ ունենք սովորական ջուր, ուղղակի ծորարկից վերցրած, մի փոքր ավելացնում ենք։ Ընթացիկ սերուցքը նույնպես ավելացնելու ենք, թե դա վերջում էր, Վերջում կավելացնենք սերուցքը, ավելի ճիշտ մինչև պաստան լցնելը, վերջ ասելով, երբ որ զանգվածը հեսա մի փոքր էլ մնա։ Տոմատի հոտը զգում եմ։ Եվ ոչ միայն տոմատի։
տապակացող սխտորը, որոնք բացում են ախորժակ։ Առաջինը։ Ինա, բայց նկատել ես շատ մարդիկ, հատկապես երբ պետք է տնից դուրս գան, ու Աստված մի արասե, եթե այդ պահին մայրիկը կամ տատիկը պատրաստում է սոխառացով որևէ ուտեստ, տանը փոքրիկ պայքար է լինում։ Ինչո՞։ Դե կապված օրինակ տան մեջ տարածվող բույրի հետ եւ այլն եւ այլն։ Դե եթե տանը պատրաստվում է սոխառած տնից դուրս գալուց առաջ, ապա դու տնից դուրս ես գալիս սոխառածի հետ միասին։ Հաճելի չի, հա։ Դա հաճելի։ Այո, նա դες հիմա ինչ տրամադրություն է մեզ մոտ, իսկապես։ Քեզ փաստորեն դուր է գալիս սոխառածի հոտը։ Այո, բայց սխալ տպավորություն իհարկե չլինի, սիրելի հեռուստադիտողներ, ամեն անգամ դա չի։ Բայց ես էլ եմ սիրում սոխառած, նույնիսկ հիշում եմ, երբ տատիկս պատրաստում էր փոքր ժամանակ, գնում էի անպայման հացով սկսում էի կողքից ուտել, բայց կարմիր սոխառած։ Պանիրն են քերում դա։ Ես քերեցի, որպեսզի պատրաստ ունենանք, երբ որ կլցնենք արդեն մատուցման ամանի մեջ, վրան սիրուն կձևավորենք։ Ինչ տեսակի պանիր ենք օգտագործում։ Պարմեզան ենք վերցնում, իտալական դե շունչը, պաստայի հետ երևի թե պետքա դա լինի։ Եվ վերջում ուղակի վրան նաև մաղադանոս ենք լցնելու։ Հիմա այստեղ ես ազատեմ մի փոքր։ Իսկ եթե այդ պահին չունենք պարմեզան տեսակի պանիր, փոխարինողներ Կարող եք ուղակի չլցնել, էլի շատ համեղ է լինելու։ Բայց հալվող պանիր, եթե ուզում եք անպայման պանիրով փորձել, նաև կապույտ պանիրը կարող եք օգտագործել։ Իսկ մենք տեսնում ենք ինչպես է եփվում, ինչպես է մեր ախորժակի վրա ֆանտաստիկ ազդեցություն ունենում այս թավան։ Երևի բույրը զգում եք, չէ՞։ Հիմա մենք այստեղ կավելացնենք աղսև պղպեղ։ Ես մի փոքր կավելացնեմ ըստ ձեր քիմքի։ Իսկ այն տարիների ընթացքում, որ խոհանոցում եք ու նաև զբաղվում եք սիրելի հոբիով, սիրելի մասնագիտությամբ արդեն ինչու ոչ, ֆավորիտ ուտեստներ կամ ֆավորիտ խոհանոց արդեն ձեռք եք բերել, թե ոչ։ Դե ինչպես նշեցի, ասիական խոհանոցն եմ սիրում շատ, վերջին տարիներին շատ եմ սկսել սիրել, հենց ծովախեց գետնով, միդիաներով, չգիտեմ ինչպես է հայերեն ցանկացած ուտեստ շատ եմ սիրում եւ այսպես ասեմ, մեզ մոտ հայի ձեռքով պատրաստված ցանկացած խոհանոց շատ ավելի համեղ է։ Այո, ես ստորագրում եմ։ Իսկապես։ Հայկական մթերքներն են նաև իհարկե շատ ավելի Ընդհանրապես համեղ։ մենք ցանկացած խոհանոց էլ ավելի համեղ ենք պատրաստում, իմ կարծիքով փորձել եմ մի քանի տեղ, բայց մեր հայկականը, մեր սրճարաններում, ռեստորաններում շատ համեղ են պատրաստում։ Հիմա կավելացնենք սերուցքը։ Մեր սերուցքը շատ խիտ է, կարծես թթվասեր լինի։ Ես նկատեցի միջայնոց, այո։ Իսկ հայկական խոհանոցի սիրելի ուտեստը։ Էլի շատ են, բայց երևի կառանձնացնեմ տոլման եւ հարիսան, բայց էլի նայած եղանակի։ Հարիսա շատ եմ սիրում, բայց տարվա մեջ երևի մեկ անգամ եմ պատրաստում։ Ինքը ավելի սառը եղանակին։ Մեկ անգամ էլ ուտում եք։ Մեկ-երկու անգամ։ Նայեք, շատ չենք թողնում, սերուցքն էլ լցրեցի, հիմա արդեն կարող ենք պաստան լցնել, որպեսզի միասին համերը խառնվեն եւ իհարկե մեր պաստան, եթե սառել է, հասցնի տաքանալ։ Այսպես բռնեմ, որ էլի լավ երևա ձեզ մոտ։ Գիտես, Ինա, մտքովս չեր անցնի, որ հատկապես տապակացող, սխտոր, ծովախեցգետին, լոլիկ, պանիր, մի խոսքով այս բաղադրատոմսով պաստան կարելի էր պատրաստել ընդամենը մի քանի րոպեում։ Եթե հատկապես նախապես ունենում ենք խաշած արդեն պաստան, որովհետև դե հետևում է սանդարտար բաղադրատոմսեր, խոհարաններ կան, որոնք շատ ակտիվ են իրենց էջում, տեսնում ես, որ պատրաստվեց համեղագույն ուտեստը, բայց չես կարողանում պատկերացնել, որ մի քանի րոպեների ընթացքում, ինչպես օրինակ հիմա մեզ մոտ։ Առավոտ պլյուսոյի շրջանակներում առհասարակ մենք պատրաստում ենք ամեն ինչ գրեթե 10-15 րոպեի ընթացքում եւ տեսնում ես, որ իրականում հնարավոր է 15 րոպեի ընթացքում մի ամբողջ ընտանիքի ընթրիք պատրաստել
Մնացածն արդեն երևի կախված անհատականությունից։ Ես երբեք չեմ կարող 15 րոպեում որևէ բան պատրաստել։ Ես իհարկե առհասարակ որևէ բան պատրաստել չեմ կարող, հարցը 15 Երբեք րոպե պետք չէ ասել երբեք, ամեն դեպքում։ Մեր պաստան պատրաստ է։ Արդեն։ Հրաշալի։ Ինչպես Իսկապես։ ես լսում էի, այո, 10-15 րոպեում այս պաստան կարելի է պատրաստել եւ ուտել։ Երբ գնում եք տուն եւ չգիտեք ինչ եք պատրաստելու, եւ եթե ունեք ծովախեցգետին, կարող եք պարտադիր սա փորձել։ Էլի եմ նշում ցանկացած պաստայի տեսակով այն շատ Կարող եք համեղ է պատրաստել։ ստացվելու։ Եվ ամենավերջում ավելացնում ենք Ամենավերջում ավելացնում ենք պանիր։ պանիր։ Եվ մի փոքր մաղադանոսը տարա, եւ մի փոքր մաղադանոս։ Կարող եք ավելի այսպես։ Արագ, գեղեցիկ, համեղ, ախորժալի եւ օգտակար։ Այո։ Այո։ Դե շնորհակալ ենք ձեզ, որ միացաք Այսքան։ մեզ առավոտյան առաջարկեցիք շատ համեղ բաղադրատոմս, ձեզ օրվա դրական հաճելի շարունակություն ենք մաղթում, մենք կգնանք այս համեղությունը կվայելենք, Հենց շարժենք հիմա։ առաջ։ Հենց հիմա Մենք շարժվում ենք առաջ։ գնացինք։